Տետատետ հաղորդաշարի հերթական հյուրն էր Իրինա Այվազյանը, Star News-ը հետևեց զրույցին։ Իրինան իր բլոգում երբեմն կիսվում է անձնական կյանքով և հարաբերություններով։ Դրանցից վերջինը մեծ քննարկումների առիթ դարձավ։ Ինչ էր տեղի ունեցել։ Ես շատ վատ վիճակում էի։ Մանկուց մեծ եղբայր չեմ ունեցել, ով ինձ կպաշտպաներ և ծնողներիս հետ հաճախ չեմ կիսվել։ Ու ինքս եմ ինձ պաշտպանել։ Սա միակ դեպքն էր, որ հասկանում էի թույլ եմ տվել ինձ նեղացնեն։ Ես իրեն շնորհակալ եմ իր անկեղծության համար, որովհետև եթե ինքը անկեղծ չլիներ, այս ամեն ինչը շատ ավելի երկար կտևեր ու շատ բան ես չէի հասկանա։ Ինձ նեղացրել էր էն փաստը, որ ինքն արդեն ինձ ընտրել էր այս արտաքինով։ Ու հետո ոնց որ ասեին հաջողություն, դու սենց ես, ինձ դուր չեն գալիս էս տեսակ աղջիկները։ Դա էր ինձ շատ վիրավորել։ Ինքնագնահատականս երբեք կորած չի եղել, բայց վերջին շրջանում անընդհատ նույն տեղում եմ։ Հիմա շատ հաճախ հայելու մեջ չեմ նայում դուրս գալուց, որովհետև ինչ-որ մի բան միշտ դուրս չի գալիս։ Իրականում շատ ահավոր ա, մի քիչ հուզվում եմ այդ մասին խոսելիս։ Պետք չի թույլ տալ, որ դիմացինի ազդեցությունը այդքան շատ լինի քո վրա։ Սահման կա, որը պետքա պահես, և ինքը չսկսի կառավարել քո կյանքը։ Այդ բալանսը պետք է գտնել։ Նշենք, որ Իրինա Այվազյանը եղել էր նաև «Կյանքի ուղիներով» հաղորդմանը հյուր, որտեղ մանկությունը եղել էր խոսակցության առաջին թեման։ Չեմ կարող ասել ինչն է ինձ տանում դեպի մանկություն, բայց մանկությունում շատ բաներ կային, որ հիմա առհասարակ մեր առօրյայում չկա։ Հասարակ բան եմ ասում, բայց հարևանությունը, բարեկամությունը ուրիշ էր, քան հիմա։ Ես իրականում չեմ փոխվել, համ դիմագծերը, համ բնավորության գծերը չեն փոխվել։ Եղել եմ իմ ասածի երեխա և իմ ուզածին միշտ հասել եմ։ Մամաս միշտ պատմում է, որ չի թողել գնամ բակ, բայց այնքան եմ ասել, այնքան եմ կռվել, մինչև գնացել եմ։ Ներկայացումներ էի բեմադրում, պարեցնում էի, բոլորին զբաղեցնում։ Միշտ մտածում էի ինչ շոուներ բեմադրեմ, որ հետաքրքիր անցնի։ Հնարավոր է, որ ծնողներս ամեն ինչ արել են, որ ես ոչ մի բանի կարիք չզգամ, որովհետև էնպես չի, որ ծնվել եմ մեծահարուստների ընտանիքում։ Ես էլ շատ ցանկություններ չէի ունենում և չէի բարձրաձայնում։ Ինչի մասին էլ բարձրաձայնում էի, ծնողներս հիմնականում իրականություն էին դարձնում։ Հիմա գիտակցում եմ, որ անհնար է այսքան տարվա մեջ չվիճեին, ինչը շատ հաճելի է։ Դա է երևի պատճառը, որ մանկությանս լավ եմ հիշում ու համարում եմ այսպես ասած ստացված։ Հաջորդ թեման մասնագիտության ընտրությունն ու ծնողների անհամաձայնությունն էր։ Ծնողներս ուզում էին, որ սիրողական մակարդակի լինի դերասանությունը և այլ ավելի լուրջ մասնագիտություն ունենամ։ Հիմա եկել եմ մի փուլ, որ հարմարվել են և գիտակցում են, որ մեծ աղջիկ եմ ու եթե ընտրել եմ այս մասնագիտությունն, ուրեմն սա է իմը։ Բարկության համոզելու դեպքեր չեն եղել, որովհետև սիրողական մակարդակի գնում էի նկարահանումների և արգելքներ չկային։ Համոզելու խնդիր եղավ, երբ ասեցի ուզում եմ կրթություն ստանալ այլ մասնագիտությամբ։ Մամաս ասում էր թող դա քո հիմնական մասնագիտությունը չլինի։ Կողքից սիրողական զբաղվի, հետո շնորհակալություն կասես։ Հիմա շատ է բողոքում, որ ուշ եմ տուն գալիս։ Անկեղծ հայրս չգիտեմ ինչ պատկերացումներ ուներ իմ հետ կապված, բայց մայրս մինչ այսօր ենթադրում եմ, որ երազում է կամ տուրիստական ինչ-որ գործակալություն ունենամ, կամ գիդ աշխատեմ, կամ բանկում։ Ինձ դեպի բիրուսով տարավ լեզուների հետ կապված սերը, հետո հասկացա առաջին կուրսի կեսից, որ ինձ շատ հետաքրքիր է այս ամենը։ Բայց չստացվեց, ավարտեցի, դարձա որպես տուրիզմի մենեջեր։ Այս պահի դրությամբ ցավում եմ, որ չեմ սովորել թատերականում։ Խոսեցին նաև եղբորից, պատերազմի ժամանակ նրա հետ կապն ընդհատվել էր 70 օր։ Ինքն այդ օրերին հավատ էր ներշնչում ծնողներին և հոգու խորքում գիտեր, որ եղբայրը գալու, ընտանիքն էլ միավորվելու է։ Մամաս էլ պապաս էլ շատ վատ վիճակում են եղել, պապաս թե որպես տղամարդ, թե որպես անձ ավելի փակ բնավորություն ունի, ինչպես ես։ Մամայիս մոտ շատ վատ էր արտահայտվում, չէր խոսում, համարյա թմրանյութին հավասար դեղեր էինք տալիս։ Այդպես անցկացրել ենք 70 օրը, եղել է հիվանդանոցում, եղել է տանը, այն սենյակում, որտեղ հավաքվում էին ու այսպես ասած այդ լացը կար, մինչև հիմա տանել չեմ կարողանում այդ սենյակը։ Շատ հաճախ մամայիս կողքին չէի լինում, որովհետև չէի կարողանում տեսնել, ինչ վիճակում է։ Երբ բոլորս մտնում էինք մեր սենյակները իբր քնելու, մայրս արթնանում էր, գոռում էր՝ «Արս»։ Իմ վրա նույնիսկ հոգեբանորեն ազդում էր այդ ամեն ինչը։ Մի անգամ մամայիս վրա բարկացա, ասեցի՝ «Էլ չարթնանաս և չկանչես»։
Հետո, երբ գտել էինք եղբորս, պատմեցի, որ մաման կանչում էր Արս։ Բոլորը քարացան և եղբայրս պատմեց, երբ իրենք 6-ով տանիքում են եղել, եղբայրս ասել է, ոնց որ գժվեցի։ Տղաները հարցրել են ինչի համար, ասել ա մամայիս ձայնն եմ լսում, կանչում է Արս։ Ինձ մոտ չի եղել այն միտքը, որ եղբայրս գուցե զոհվել է, բայց ծնողներս մտածել են։ Մի օր մայրս ասեց, որ վատ է, ինքը զոհվել է, դին չկա։ Իմ հետ այդ պահին չգիտեմ ինչ կատարվեց։ Շատ կողպիտ եմ խոսել մայրիկիս հետ, ասել եմ դուրս գնա, շատ վատ եմ խոսել։ Եղբորս ու իր ընկերներին օգնել է հավատը ու ամեն ինչին դրական նայելը։ Չհուսահատվելը, որովհետև այնպիսի զբաղմունքներ էին գտել, որ կյանքում չես մտածի այդ իրավիճակում մարդիկ նման զբաղմունքներով կարող են առհասարակ զբաղվել։ Խաղեր, գրքեր, կարդալ, հումորներ անել, իրենց դա օգնել է։ Մինչ օրս չեմ հաղթահարել այն, ինչ տեղի է ունեցել, ոչ միայն ինձ, այլև ամբողջ ազգի հետ։ Ես հոգեբանի եմ դիմել, բայց լուծում չստացա, որովհետև պետք է գամ այդ գիտակցությանը, որ ինքս դուրս գամ դրա միջից։ Իմ մոտ կար մեղավորության զգացում, իմ եղբայրը եկել էր։ Բայց կային ընտանիքներ, ովքեր ունեին անհետ կորածներ, զոհեր։ Հիմա մի փոքր հաղթահարել եմ, բայց մինչ օրս չկա մի օր, որ չհիշեմ, չմտածեմ։ Իրինայի անձնական կյանքն էլ հարթ չի ընթացել, եղել են սերեր և բաժանումներ, հետևաբար նաև ծանր հոգեբանական շրջաններ ու ապրումներ։ Հիմա եկել է այն եզրահանգմանը, որ տեղի ունեցածն անընդհատ վերլուծելու կարիք չկա և պետք էլ չէ, ինչ խոսեց նա այս մասին։ Ես հեշտ չեմ հեռանում, նույնիսկ եթե ուզում եմ հեռանալ, միշտ վախեցել եմ դիմացինին ցավ պատճառելուց և հաճախ դրանից ինքս ինձ եմ վնասել։ Ինձ թվում է, որ ավելի հեշտ է, երբ ինձանից են հեռանում, քան ես եմ հեռանում։ Երկու դեպքերին էլ բախվել եմ և հետևություն եմ անում, եթե եղել է, ուրեմն պետք էր։ Չեմ ասի, որ հարթ եմ տանում, բնականաբար ծանր եմ տանում, մտածում եմ և այլն, սակայն ունեմ միշտ այն տարբերակը, որ հիմա սենց էր, բայց պետք էր, որ եղավ։ Ես անկեղծ ուրախ եմ ամեն ինչի համար, որ հեռացել են և հեռացել եմ։ Մինչ ուրախ լինելը բարդ շրջանների միջով եմ անցնում, որովհետև ես փակ մարդ եմ, կիսվող չեմ։ Փակվում եմ իմ մեջ, տենց ավելի դժվար է, չեմ գնում ընկերուհիներիս ուսին լաց լինելու։ Անձնական տիրույթում չհաջողված հարաբերություններ ունեցած մարդկանց հետ այնպես է ստացվել, որ ոչ թե հարաբերություններ ունեմ, այլ մի քանի անգամ հանդիպել ենք պատահական ինչ-որ տեղերում։ Շատ նորմալ բարևել ենք, զրուցել, մարդ կար, ում հետ նույնիսկ նույն ասպարեզում ենք աշխատում։ Հիմա հստակ չեմ ասի սիրտս ազատ է, թե ոչ, թող մարդիկ իմանան անձնականիս մասին, երբ որ արդեն կամուսնանամ։ Ինձ համար ընտանիքը շատ մեծ նշանակություն ունի։ Ես ընտանիքի մարդ եմ։ Համ ընտանեկան եմ, համ կարիերիստ, բայց կարևորում եմ ընտանիքի ամեն ինչը։ Ուզում եմ ունենալ ջերմ ընտանիք, այնպիսին, ինչպիսին իմ ներկայիս ընտանիքն է։ Դա իմ փոքրիկ երազանքն է։ Ամենաշատը Իրինան վախենում է հարազատի կորստից։ Հիմա ֆիզիկապես կողքին չի պապիկը, ում կորուստը ծանր է տարել։ Չնայած այն փաստին, որ պապիկը հեռու էր ապրում։ Ես շատ ծանր եմ տարել, որովհետև կապված եմ եղել պապիկիս հետ, սակայն ոչ մեկ չէր զգում։ Մինչ այսօր էլ չեմ համակերպվում, թաքուն գնում եմ գերեզմանոց, խոսում եմ իր հետ։ Ամենաշատն ինձ էր սիրում, որովհետև տատիկս քաղցկեղից մահացել էր, իմ անունն էլ ինքն էր որոշել, տատիկիս անունը։ Ես իմ երկու պապիկներին էլ տեսել եմ, տատիկներիցս մեկը մինչ օրս ապրում է, փառք Աստծո, մյուս տատիկիս էլ 6 ամսական եմ եղել, որ կորցրել եմ։ Ես ուրիշ ձև եմ մոտենում տատիկ-պապիկ հասկացողությանը, նշել էր դերասանուհին։ Star News-ն այս հոլովակի համար պատրաստել էր այսքանը։